Այսօր մենք միասին մասնակցելու ենք դպրոց կենտրոնների միության կողմից կազմակերպված տարեվերջյան հաշվետվությունները հանրակրթական դպրոցում սեմինար խորհրդակցությանը։ Մենք բոլորս գիտենք, որ համաձայն հանրակրթական դպրոցի կանոնադրության 68-րդ կետի հանրակրթական դպրոցի տնօրենը մանկարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է տնօրեններին տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների, մանկավարժների հաշվետվությունը։ Գաղտնիք չէ, որ շատ դպրոցներում նման հաշվետվությունները կամ կազմվում են ազատ ոճով, չխմբավորված, չկարգավորված ձևով կամ բոլորովին չեն կազմվում։ Սկզբունքորեն, եթե հաշվետվությունները կազմվում են պարզապես այս դրույթը կատարելու համար, ապա ոչ մի նշանակություն չունի, թե ինչ ձևով են դրանք պլանավորված եւ ինչ ձևով են լրացված ուսուցիչների կամ նշված մասնագետների կողմից, որովհետեւ այդ հաշվետվությունները սկզբունքորեն չեն ընթերցվելու, ինչպես նաեւ չեն վերլուծվելու եւ ոչ մի լուրջ եւ դրական հետեւություն այստեղից դպրոցները կատարել չեն կարողանա։ Եվ սովորաբար նման հաշվետվություններ, երբ որ առաջարկում ենք ուսուցիչներին կատարել, ապա առաջի հարցը նրանց կողմից առաջանում, իսկ ինչու։ Եվ ես կարծում եմ, որ դուք այս հայտնվող դեմքերին ծանոթ եք եւ յուրաքանչյուրը ձեր դպրոցում այսպիսի հայացքների նման հանձնարարություններ ստալուց հետո ականատես եք լինում։ Եվ իրոք, իսկ ինչու։ Ուսուցիչները այս հարցին հետևյալ ձևով են պատասխանում, որ դա թղթաբանություն է, ձևաբանություն, վատություն եք ուզում մեզ անել, անգրագիտություն է, անիմաստ աշխատանք է եւ վերջում իհարկե հոգնել ենք եւ իրոք ուսուցիչները շատ լավ գիտեք, տարվա վերջում բավականին լուրջ ծանրաբեռնվածության հետևանքով ունենում են որոշակի այդպիսի հոգնածություն։ Բայց մենք դպրոցի վարչական կազմի ներկայացուցիչներ ենք եւ մենք չենք կարող այդ ուղղությամբ գնալ, հետեւաբար մենք պետք է ունենանք նաեւ մեր նպատակները։ Շատ կարևոր է գնահատել պարտականությունների կատարումը ուսուցչի կողմից։ Արդյոք նա արդյունավետ կատարել է այն բոլոր պարտականությունները, որ իր վրա դրված են պաշտոնի նկարագրի մեջ։ Մենք ցանկանում ենք գնահատել ուժեղ եւ թույլ կողմերը մեր ուսուցիչների եւ ընդհանրապես մեր դպրոցների, հասկանալ ինչպիսի դժվարություններ են ունենում, որ չեն կարող հաղթահարել, ինչպիսի դժվարություններ են ունենում, որ կարող են, բայց չեն հաղթահարում, ինչպիսի առավելություններ ունեն, ինչպիսի նորարարություն եւ այլն։ Մենք կարիք ունենք շատ հաճախ ընտրություն կատարելու։ Պետք է որոշում կայացնենք այս կամ այն ուսուցչի հետ կապված տարբեր հարցերի բնույթով, ասենք մեթոդ միավորման նախագահ նշանակելու, դասղեկ նշանակելու, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ նշանակելու, վերջին հաշվով նաև կրճատումների ժամանակ։ Ինչպես նաև հայտնաբերել ենք ցանկանում նոր մարդկանց, եւ ցանկացած վերլուծության ժամանակ, երբ որ մենք հաշվետվություններ ենք վերլուծում, մենք այդպիսի հայտնագործություններ անպայման կատարում ենք եւ մենք տեսնում ենք ուսուցիչներ, ում մասին նման դրական լավ ինֆորմացիա չունենք, չգիտենք, որ ինքը այդքան մեծ ծավալի աշխատանք է իրականացում դպրոցում։ Այնպես որ վարչական աշխատողների կողմից ներկայացվող այս հարցումները, որը տեղ է գտել դպրոցի կանոնադրության մեջ, սա նույնպես կարևորում է այս ուրեմն խնդրի կարևորությունը, նկարագրում այս խնդրի կարևորությունը։ Մենք լուրջ հետևություններ եւ լուրջ ուրեմն ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն ունենք եւ չենք կարող համաձայնվել ուսուցիչների այն մեկնաբանությանը, որ այդ ամենաավելնորդ է եւ այլն։ Չնայած, ելի եմ ուզում ընդգծել, եթե դուք այս բոլոր հաշվետվությունները չեք կարդալու, ստացվում է, որ միայն աշխատանքը կատարվում է կանոնադրական պահանջը կատարելու համար եւ ուսուցիչների նշած բոլոր այս ուրեմն դրույթները ամբողջովին համապատասխանում են իրականությանը։ Երբ որ դպրոցի տնօրենը այս վերլուծությունները կատարում են, որոնք ես նկարագրեցի այս ուրեմն աջ հատվածում, ապա ուսուցիչները ժամանակի ընթացքում հասկանում են, որ նման
վերաբերմունքը օգտակար է, նման վերաբերմունքը ոչ թե ուղղված է իրենց դեմ, այլ այդ վերաբերմունքը ուղղված է իրենց աշխատանքը հեշտացնելու, իրենց մասնագիտական կարողությունները բարելավելու համար։ Ինչու՞ չէ նաև նրանց պաշտպանելու համար։ Լավագույն ուսուցիչը ներկայացնելով իր կատարած աշխատանքը դառնում է կրկնակի ավելի պաշտպանված ցանկացած կամայականություններից։ Հիմա ինչ նպատակով են անհրաժեշտ նման հաշվետվությունները, բերեմ մի պարզ օրինակ։ Դուք ունեք 3 ուսուցիչ։ Նրանք ավարտել են նույն բուհը նույն թվականին։ Նույն առաջադիմությունն են ունեցել եւ նույն ավարտելուց հետո ընդունվել են ձեր մոտ աշխատելու։ Այսինքն նրանք բոլորը ունեն բացարձակապես նույն պարամետրերը ստարտային։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել լավագույն ուսուցիչ մրցույթ եւ այս 3 ուսուցիչներից մեկին ընտրել որպես լավագույն ուսուցիչ։ Ում եք ընտրելու, ոնց որոշեք։ Լավագույն ձևերից մեկը ու հեշտ եւ արդարացի եւ ապացուցված ձևերից մեկը տարեվերջյան հաշվետվությունների ընթերցումն է։ Ընթերցենք առաջի ուսուցչի տարեվերջյան հաշվետվությունները, որ նախորդ 2-3 տարվա ընթացքում նա տվել է։ Եվ մենք ստանում ենք այսպիսի պատկեր։ Ունենք ծույլ, քնկոտ, ալարկոտ ուսուցիչ։ Մյուս ուսուցիչը, տեսնում եք, ձիուն նստել է հակառակ ուղղությամբ։ Երրորդ ուսուցիչը, տեսնում ենք, որ այս ուսուցչի նկարագիրը համապատասխանում է լավագույն ուսուցիչ մրցույթին։ Հետևաբար, մեր որոշում կայացնելու վրա այդ ընթերցանությունը մեծ դրական էֆեկտ ունեցավ։ Իդեպ, ես ցանկացա առաջի օրինակը բերել լավ, ուրեմն կոնտեքստում, իսկ հիմա եթե մենք խոսենք կրճատումների մասին, ապա դպրոցի տնօրենը, փոխտնօրենը որոշում կայացնելու համար շատ լավ որպեսզի հասկանա, թե նշված ուսուցիչներից ով պետք է կրճատվի, իսկ ով պետք է խրախուսվի։ Այսպիսով, հիմա եկեք ծանոթանանք հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնի նկարագրում նրա պարտականություններին։ Այսպիսով, պաշտոնային պարտականությունները պլանավորում եւ իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչներին համապատասխան։ Ապահովում է կրթական ծրագրերի կատարումը հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը սովորողների կողմից, կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Բացահայտում, դիտարկում, հետազոտում եւ գնահատում է երեխաների ուսումնառության ընթացքում նկատված կրթական կարիքները։ Նպաստում է սովորողների մեջ արժեքային համակարգի ձևավորմանը, դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ եւ վարվելակերպ։ Սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակությունները հաշվի առնելով յուրաքանչյուր անհատական կարողությունները, նպաստում է սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը, հարգում եւ պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը, հետեւականորեն կատարելագործում է իր առարկայական եւ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները իրականացնում ստեղծագործական հետազոտական աշխատանքներ։ Համագործակցում է սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ սովորողների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցում։ Համագործակցում է գործընկերների հետ փորձի փոխանակման եւ մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով, մասնակցում է հաստատության մեթոդ միավորների առարկայական մասնախմբերի աշխատանքներին, պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով եւ կարգապահական կանոններով սահմանված պահանջները։ Սրանք ուսուցչի պաշտոնային պարտականություններն են, որոնք ուսուցիչ աշխատանքի ընդունվելուց ծանոթանում են եւ դրանից հետո կնքվում է նրա հետ աշխատանքային պայմանագիրը։ Այսինքն ուսուցիչը աշխատանքի ընդունվելուց ստորագրում է այս պարտականությունները կատարելու տակ։ Նա պարտավոր է այս աշխատանքները կատարել կամ հրաժարվել իր պաշտոնից։ Այլ ընտրանք չկա։ Ուսուցիչը չի կարող ասել, որ ես
շատ ծանրաբեռնված եմ եւ ասենք 7-րդ եւ 8-րդ կետը չեմ կարող կատարել։ Սրանք պետության կողմից սահմանված կանոններ են, որ յուրաքանչյուր աշխատող պետք է պաշտպանի։ Հիմա նայենք հարցաթերթիկին, որը նախապատրաստված է ուսուցչի ուրեմն հաշվետվությունը կատարելու համար հենց այս պաշտոնային պարտականությունների հիման վրա։ Ինչպես տեսակ, առաջի կետում ասում էր, որ պլանավորում եւ իրականացնում է սորողների ուսուցումն ու դաստիարակությունը հանրագործության պետական եւ առարկական չափորոշիչներին համապատասխան։ Հիմա տրված է 3 հնարավոր պատասխան, որոնցից 3-ն էլ կարող է ուրեմն պատասխանողը ընտրել, ինչպես նաև տող է տրված, որտեղ պատասխանողը կարող է գրել այն պատասխանը, որը վերևի 3 տողերում ընդգրկված չի, իսկ ինքը ուզում է ինչ-որ բան ներկայացնել։ Եթե նշված պատասխանները իրարժեք չեն նկարագրում ձեր աշխատանքը, ապա ներքևի տողում դուք կարող եք այն նկարագրել ինքնուրույն։ Սա, ինչպես տեսնում եք, էլեկտրոնային նյութ է եւ մեր մասնակիցները ես հիմա ձեզ կներկայացնեմ մի փորձնական տարբերակի, որը իրական պայմաններում իրական աշխատող ուսուցիչը ուրեմն պատասխանել։ Այսպիսով պատասխանը հետևյալն է. բոլոր դասարանների համար ունեմ հաստատված թեմատիկ պլան։ Թեմատիկ գրավոր աշխատանքները պլանավորել եմ առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխան եւ իր կողմից ավելացրել է ոչ բոլոր աշակերտներն ունեն չափորոշիչային համապատասխան գնահատական։ Ինչպես տեսնում եք, արդեն սահմանման մեջ խնդիր կա, որտեղ չափորոշիչային գնահատական չկա այդպիսի հասկացողություն։ Հիմա եկեք վերլուծենք իրար հետ։ Ուրեմն եթե ուսուցիչը պնդում է, որ ինքը թեմատիկ գրավոր աշխատանքները կատարել է չափորոշիչային պահանջներին համապատասխան, ապա դպրոցի տնօրենը պետք է այդ հանգամանքը ճշտի ուսուցչի հետ, ճշտի մեթոդ միավորման նախագահի հետ, ծանոթանա թեմատիկ գրավոր աշխատանքին, իր համար բացահայտի ուրեմն իրականությունը։ Դրա տարբեր մեթոդներ կան, ամենապարզագույններից մեկը այն է, որ տնօրենը ուսուցիչ պահանջում է որևէ թեմատիկ գրավոր աշխատանքի տեքստ եւ չափորոշիչային համապատասխան թեմայի չափորոշիչային պահանջները, ընդ որում ոչ թե նրա համար որ ուսուցիչը դուրս գրի բերի, այլ գիրքը բերի, որի մեջ ընդգրկված են այդ ուրեմն չափորոշիչային պահանջները։ Սա իհարկե վերահսկողության լավ հնարավորություն կտա, որովհետև ուրեմն ուսումնասիրելով թեմատիկ գրավոր աշխատանքի մեջ ընդգրկված հարցերը, փոխտնօրենը կամ տնօրենը կկարողանան հասկանալ չափորոշիչային պահանջները բոլորը ամբողջությամբ արտացոլված են այդ հարցերի մեջ, թե կան չափորոշիչային պահանջներ, որոնք մնացել են հարցերից դուրս։ Այնուհետև թերության դեպքում պարզապես ուսուցչի արձանագրում ենք, որ ուսուցիչը չգիտի չափորոշիչային պահանջները, դրա համար գրել է, որ ենթադրելով, որ ինքը առարկայական չափորոշիչների պահանջներին համապատասխան է կազմել։ Սա ուրեմն տեղեկություն է դպրոցի փոխտնօրենի համար, որ անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական զարգացման որոշակի աշխատանքներ դպրոցում, որպեսզի ուսուցիչները այս հանգամանքը բավականին լավ ուսումնասիրեն։ Հիմա այս մյուս տողի հետ կապված, ուրեմն աշակերտը չափորոշիչային պահանջներին համապատասխան գիտելիք չունի։ Եթե աշակերտները չունի համապատասխան գիտելիք, ապա դա նշանակում է ուսուցիչ չի կատարել իր պաշտոնային պարտականությունները եւ իր պայմանագիրը։ Սա լուրջ խնդիր է, բայց սրա համար չարժի ուսուցչին ազատել աշխատանքից, պարզապես էլի գիտություն վերցնել եւ սովորեցնել ուսուցչին այն մեթոդները, այն աշխատանքը, որը ուրեմն նա կկարողանա կատարել չափորոշիչային պահանջները բավարարելու համար։ Նայենք երկրորդ հարցին, ապահովում է կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված գիտելիքների կարողությունների հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացում սորողի կողմից կիրառելով դասավանդման արդյունավետ մեթոդներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ունենալուց նախորդ հարցին ուսուցիչը ավելի շատ այստեղ պետք է պատասխաներ, բայց ինչևէ։ Նայենք պատասխանները, ուրեմն առարկայական ծրագիրը բոլոր դասարաններում կատարել եմ ամբողջությամբ, դասերի ժամանակ կիրառել եմ դասավանդման արդյունավետ մեթոդներ։ Հիմա ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի հանգամանքի, փաստորեն ինքը
չի նշել, որ տարեկան դրական գնահատականներ ստացած աշակերտներ ունեն չափորոշիչների ու ամրագրված գիտելիքների կարողությունների հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջներին համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ։ Սա նշանակում է, որ ինքը դա չի կատարել։ Ամիսը մեկ անգամ կազմակերպել եմ դասեր ՏՀՏ կիրառմամբ, չի նշել, որը նշանակում է, որ այդպիսի աշխատանք փաստորեն ինքը չի կատարել։ Հետևաբար դա նույնպես ինֆորմացիա է։ Եվ տեսեք, այստեղ վերջում ավելացրել է, որ ՏՀՏ կիրառմամբ դասեր քիչ եմ կազմակերպել, կախված թեմայից դասարանի պատրաստվածությունից ավանդական դասարանման մեթոդը ավելի արդյունավետ է։ Սա իհարկե խնդիր է եւ կրկնակի խնդիր, որովհետեւ տեղեկացնեմ, որ այս հարցին պատասխանել է դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչը։ Դա ուրեմն շատ ցավալի պատասխան է։ Այսպիսով, եթե ուսուցիչը ասում է, որ դասի ժամանակ կիրառել եմ դասարանման արդյունավետ մեթոդներ, ապա պետք է ճշտել պարզապես նրա հետ զրուցելով, թող թվի մի քանի մեթոդ, 1-2-ը, որը իրեն համար ավելի ընդունելի է եւ հաճախ է օգտագործում, պարզապես կարճ նկարագրի։ Այս հարցազրույցները լրացուցիչ շատ լուրջ ինֆորմացիային տալիս դպրոցի տնօրենին։ Իսկ ինչ վերաբերվում է ՏՀՏ կիրառմամբ դասեր քիչ կազմակերպելուն, որովհետև դասավանդման ավանդական մեթոդներն ավելի լավ են, սա պարզապես դեմագոգիա է, ես ոչինչ չունեմ դասավանդման ավանդական մեթոդների դեմ, շատ կողմնակից եմ դրանց, շատ հաճելի է, որ ուսուցիչը ավանդական մեթոդների հետ միասին կիրառում է նոր մեթոդներ, որոնք ի դեպ ծնվել են եւ աճել են հին մեթոդների հիմքի վրա, այնպես որ ոչ մի հակասություն այստեղ չկա, բայց ուսուցիչը պետք է անպայման իր պարտականությունների մեջ դա մտնում է կազմակերպի դասեր ՏՀՏ կիրառմամբ։ Նա նախընտրում է ավանդական մեթոդները, որովհետև ավելի լավ գիտի ավանդական մեթոդները, քան նոր մեթոդները, որոնց մեջ մտնում է նաև ՏՀՏ կիրառմամբ դասերի կազմակերպումը։ Սրա լուծումը սովորելն է, այսինքն ուսուցիչը պետք է սովորի այս նոր մեթոդները եւ ՏՀՏ կիրառմամբ դասեր կազմակերպելու մեթոդները եւ ոչ թե համարի, որ ասենք կա ավելի արդյունավետ մեթոդ։ Եթե ուսուցիչները այս հարցումի արդյունքում ցույց են տալիս իրենց մասնագիտական զարգացման մեջ եղած բացերը, դպրոցի տնօրենը պետք է միջոցներ ձեռնարկի։ Եթե դպրոցի տնօրենը միջոցներ չի ձեռնարկելու մասնագիտական զարգացումը խթանելու համար, ապա այսպիսի հարցեր ուսուցիչներին չպիտի տա, որովհետև այսպիսի հարցեր տալով եւ հետեւություն չանելով, ձեռնարկելով վերադարձնում է մեզ այն առաջի հարցին, երբ որ շատ արդարացի ձևով ուսուցիչը հարցնում է, իսկ ինչու պետք է ես այս հարցաթերթիկին պատասխանեմ։ Հիմա նայենք 5-րդ, 6-րդ կետերում, ուրեմն էլի ուզում եմ ասեմ, որ այդ 3 հարցերին ուշադիր եղեք, որովհետև եթե ուսուցիչը այդ 3 հարցերից որևէ մեկը չի գրել, ապա ներքևում տողում պետքա մեկնաբանի ինչու չի գրել, իսկ եթե չի նշում պարզապես, դա նշանակում է ինքը այդ գործողությունը չի կատարել։ Հիմա մեր հարգարժան ուսուցիչը պատասխանել է, տեսեք, առաջինում կա 3 հարց. մասնակցել եմ վերապատրաստման այլ կազմակերպությունում, վերապատրաստում եմ դպրոցում եւ հեռավար ձևով, եւ հիմա տեսնենք մասնակցել եմ վերապատրաստման այլ կազմակերպությունում, ստացել եմ վկայական։ Նա պետք է անպայման ասի, թե որ կազմակերպությունում է մասնակցել, ինչ վկայական է ստացել, ինչ է սովորել, այդ սովորածը կիրառել է արդյոք դասերի ընթացքում, թե չէ։ Մյուս կետում ասում է, որ մասնակցել եմ դասարանական բոլոր ծնողական ժողովներին իմ պարապած բոլոր դասարաններում, այդ ծնողական ժողովներին մեկականին եմ մասնակցել, բոլորին չեմ մասնակցել, ունեցել եմ հանդիպումներ ծնողների հետ, որին մասնակցել է դասղեկը։ Հիմա մեր ուսուցիչը գրել է, որ մասնակցել եմ դասարանական բոլոր ծնողական ժողովներին իմ պարապած բոլոր դասարաններում։ Ունեցել եմ հանդիպումներ ծնողների հետ, որին մասնակցել է դասղեկը։ Տեսեք։ Ուրեմն առաջինի մասին ասեցինք, երկրորդի դեպքում անպայման պետք է ճշտել դասղեկի հետ, այնպես որ չխաբեն, ներողություն եմ խնդրում այս կոպիտ խոսքի համար, բայց շատ հաճախ նաև այդպես է տեղի ունենում եւ նորից անդրադառնալ ճշտելուն, ուրեմն տեսեք, ցանկացած աշխատանք դպրոցում պետք է արձանագրվի դասղեկի կողմից տվյալ դեպքում։
Անպայման ծնողական ժողով կազմակերպելուց հետո նա կազմում է արձանագրություն, որ այսինչ օրը եղավ ծնողական ժողով, մասնակցեցին այս աշակերտների ծնողները եւ դասարանում դասավանդող այս ուսուցիչները։ Ոչ մի հանցագործություն չկա այն բանի մեջ, որ ուսուցիչը չի մասնակցել ծնողական ժողովին։ Բայց դա առավելություն է, այսինքն ուսուցիչը ուզում է կապ հաստատել, ավելի սերտորեն աշխատել ծնողների հետ, ներկայացնել խնդիրները, առավել ևս, որ ծնողական ժողովները այդքան հաճախ տեղի չեն ունենում։ Բայց ավելի հաճախ տեղի են ունենում հանդիպումներ ծնողների հետ հենց ուսուցիչների նախաձեռնությամբ կամ դասղեկի նախաձեռնությամբ։ Այս հանդիպումները նույնպես դասղեկի անհատական տետրում դասղեկի տետրի մեջ պետք է անպայման արձանագրվի, որպեսզի հետագայում դա լինի հիմք կատարված աշխատանքը նկարագրելու եւ ուրեմն կատարված աշխատանքը ներկայացնելու համար։ Ներկայացնելու ոչ թե որ ես արել եմ, պահանջում եք, դե ստացեք, այլ պարզապես ոգևորությամբ ասելու համար, որ ես հսկայական աշխատանք եմ արել։ Հատկապես դասղեկների համար դա շատ կարևոր է, որովհետև դասղեկի աշխատանքը մի տեսակ ջերևացող աշխատանք է դպրոցում։ Նա կատարում է բավականին մեծ ծավալի աշխատանք, բայց եթե մի պահ կանչես ու հարցնես, թե ինչ ես արել, ինքը իր արած աշխատանքի նկարագրությունը միայն կանի բանավոր, ոչ մի բանով չամբրացված եւ անհրաժեշտության դեպքում օրինակ մրցույթի մասնակցելու համար ապացույցներ չի ունենա, որպեսզի ներկայացնի։ Այնպես որ անպայման պետք է լինի արձանագրություն եւ եթե արձանագրություն չկա, ուրեմն հանդիպում էլ չի եղել։ Եթե արձանագրությունում ծնողական ժողովի գրված է, որ տվյալ ուսուցիչը մասնակցել է, ուրեմն նա մասնակցել է։ Եթե գրված չի, ուրեմն նա չի մասնակցել։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև ուսուցիչները ընկերներ են եւ բախտակից ընկերներ են, այսինքն եթե դու իմ ծնողական ժողովին չես մասնակցել եւ ես գրում եմ քո անունը այդ ուրեմն ժողովի մեջ, ես ինչ որ ձեւով քեզ պաշտպանում եմ, ապահովագրում եմ, բայց նաեւ կարող է ուրեմն այդ գրառումը բացահայտվի, որը բացասական հետևանքներ կունենա այն վրա, բայց քեզ օժանդակելով նաև ակնկալում եմ քեզնից օժանդակություն։ Այդ բնական բարեկամական հարաբերությունները մեր ժողովրդին են հատուկ, դպրոցի ներսին են հատուկ եւ շատ մեծ վնաս են հասցնում դպրոցին։ Վերջին հարցերը, վերջին հարցը որպես այդպեսին, ուրեմն համագործակցությունը գործընկերների հետ, մասնակցել եմ էթումյարման բոլոր նիստերին, մասնակցել եմ առարկայական դասարանական եւ համադպրոցական միջոցառումներին, կատարել եմ 40-ից ավելի դասալսում, մասնակցել եմ դասերին կատարած բոլոր դասալսումների քննարկումներին։ Եթե հաշվի առնենք, որ ուսումնական տարին 34 շաբաթ է, ապա մենք կարող ենք ասել, որ շաբաթական մեկ անգամ դասալսում կատարելով, մեկ էլ երկու անգամ, ուրեմն մենք առնվազն 40 դասալսում կատարենք։ Իսկ եթե ուսուցիչը իր գործընկերների մոտ մի անգամ գոնե չի ցանկանում շաբաթվա մեջ մասնակցել դասալսման, տեսնել թե ինչ կարելի է անել եւ ինչու՞ չէ տեսնել նաեւ թե ինչ չի կարելի անել, ապա սա խոսում է շատ հանգիստ եւ անպատասխանատու մթնոլորտի մասին, չկա ձգտումներ, չկա աշխատանքը բարելավելու երազանք եւ այլն։ Տեսնենք ինչ է պատասխանել մեր ուսուցիչը, ուրեմն մասնակցել եմ մեթոդմիարման բոլոր նիստերին, շատ հաճելի է, մասնակցել եմ առարկայական դասարանական եւ համադպրոցական միջոցառումներին, սա նույնպես շատ հաճելի է, բայց կարևոր է, որ մենք հասկանանք մասնակցել է որպես դիտող, մասնակցել է որպես կազմակերպող, մասնակցել է որպես մասնակից, քանի միջոցառման, երբ են այդ միջոցառումները եղել եւ այլն, սա ճշտելու լուրջ անհրաժեշտություն է, բայց հարցազրույցի միջոցով։ Մասնակցել եմ իմ դասերին կատարած բոլոր դասալսումների քննարկումներին եւ ինչպես տեսնում եք ինքը դասալսում բոլորովին չի կատարել կամ կատարել է 40-ից քիչ, սա նույնպես հարցազրույցի ընթացքում պետք է պարզել եւ
ինչպես դուք տեսնում եք, հարցազրույցը մի բանից էլ է ուսուցչին ազատում ավելնորդ գրառումներ կատարելուց, այսինքն դուք մինիմալ գրառումները այս հարցաթերթիկով վերցնում եք, ձեր մոտ առաջանում են հարցեր, ինքը ասում է, դուք այդ հարցերը ձեր մոտ նշում եք պատասխանները, որովհետև այդ պատասխանները ձեզ պետք են ոչ թե որպես զենք ուղղված ուսուցչի դեմ, այլ պետք են որպեսզի դուք բարելավեք ձեր դպրոցի վիճակը։ Վերջի կետը շատ ընդունված է նման հարցումների մեջ, այսինքն արտագրելով, որ նշված բոլոր տեղությունները ճիշտ են, մուտքագրված են իմ կողմից եւ կարող եմ ներկայացնել ապացույցներ, ուսուցիչը ասում է, որ այն ինչ գրել եմ ճիշտ է։ Եվ կենտրոնանում է այդ հանգամանքի վրա, որ ինքը եթե այստեղ ինչ-որ սխալ բան է գրել, ապա ուրեմն դա անպայման բացահայտվելու է։ Եվ եթե նորից այս հարցազրույցը չլինի եւ այդ հարցումների բացահայտումը չլինի, վստահեցնում եմ ձեզ, որ հաջորդ հարցաթերթիկում ինքը գրի այն բոլոր անհավանական բաները, որ ինքը երբեք ուրեմն չի կատարել։ Ցավոք սրտի այդպես է։ Ուրեմն այստեղ ես նշել եմ փաստորեն այն բոլոր հարցերը, որոնց մենք պետք է անդրադառնանք եւ վերջապես եկեք սկսենք այնտեղից, որտեղից սկսեցինք։ Այսպիսով դպրոցի տնօրենը մանկարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է տնօրենի տեղակալների, դասղիկների, առարկական մեթոդների նախագահի մանկարժների հաշվետվությունները։ Հիմա մի փոքրիկ ուրեմն ուղեցույց, հուսով եմ ձեր դուրը կգա, թե ինչպես պետք է վարվի, ինչպես պետք է այդ աշխատանքը կազմակերպի փոխտնօրենը եւ դժվարությունների ժամանակ ինչպես պետք է վարվի։ Հուսով եմ ֆիլմը ձեզ ծանոթ է եւ իրավիճակն էլ ձեզ ծանոթ է։ Եթե մենք վերարտադրենք մեր խնդրի վրա, ապա ուսուցիչները դեմ են հարցաթերթիկները բացատրությունները լրացնելու։ Նման դեպքում փոխտնօրենը շատ ճիշտ կանի, որպեսզի հարցը տեղափոխի տնօրենի դաշտ եւ տնօրենի այս խիստ հայացքը հաստատ կդրթի սերոփին ասել հասկացա։ Սա իհարկե կատակ, բայց վարչական աշխատանքը իր պահանջները ունի եւ այդ պահանջները պետք է կատարել եւ այդ պահանջները պետք է պահանջել, որպեսզի ուրեմն բոլորը կատարեն եւ տնօրենի տեղակալը որպեսզի ուսուցչից բարոյական իրավունք ունենա պահանջելու ներկայացնել հաշվետվություն, առաջինը ինքը այդ հաշվետվությունը պետք է կազմի։ Պետք է կազմի մինչև ուսուցիչներից հաշվետվություն պահանջելը, կազմի եւ տեղադրի դպրոցի կայքում, եթե չի ուզում տեղադրի կայքում, ապա ամրացնի ուրեմն ուսուցչանոցի հայտարարությունների տախտակին, որպեսզի բոլորը տեսնեն, որ տնօրենի տեղակալները իրենց հաշվետվությունները ներկայացրել են։ Նոր դրանից հետո հավաքի խորհրդակցություն, լավ կլինի կազմակերպի սեմինար, ներկայացնի հարցաթերթիկը, ինչպես ես ձեզ ներկայացրեցի, բացատրի դրա առանձնահատկությունները եւ պահանջի կոնկրետ ժամկետում ներկայացնել հաշվետվությունը եւ բնականը մանկարժական խորհրդի հաստատումից հետո ներկայացնի դպրոցի տնօրենի հաստատմանը։ Հուսով եմ, որ ներկայացված նյութը ձեզ օգտակար կլինի եւ նման հարցաթերթիկներ կազմելով դուք կարողանաք դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացը ավելի բարելավել։ Շնորհակալություն ուշադրության համար։